Ինչու մարդիկ չեն սիրում ցանցային բիզնեսը։ Եկեք վերլուծենք մի քիչ մեծավարի եւ մի քիչ էլ հումորով մոտենանք։ Առաջին հերթին նրանք չեն պատկերացնում փողը տանից, առանց գրաֆիկ, առանց ղեկավար, առանց զարթուցիչի, դա շատ կասկածելի է։ Փողը պետք է աշխատել տանջանքով, առավոտյան զարթուցիչով 6:30 եւ այս արտահայտությունով։ Եկեք մի կերպ սպասենք մինչև ուրբաթ։ Բայց երբ ցանցային բիզնեսի եկամուտն ես ներկայացնում 500,000, միլիոն, 5 միլիոն, այսպես հնարավոր չէ, այս ամենը խաբեություն է։ Երկրորդ, մարդիկ շփոթում են ցանցային բիզնեսը պիրամիդայի հետ, MLM եւ MMM, այսինքն նրանք մտածում են, որ այս ամենը կայուն չէ։ Դե հա, այստեղ ինչ կայունություն, Avon 130 տարեկան, Amway 60 տարեկան, Herbalife 40 տարեկան։ Ամենաերկար ապրող պիրամիդան մարդկության պատմության մեջ, որ հաղթահարել են եւ կռիվ, եւ ճգնաժամ, եւ TikTok, եւ ինտերնետ, բայց մինչեւ հիմա իրանք դեռ կայուն են։ Երրորդ, մարդիկ հաճախ շփոթում են բիզնեսը եւ ոչ պրոֆեսիոնալին, այսինքն եթե քեզ ինչ-որ մեկը գրել է, բարև, ինչ կա, քեզ գուցե հետաքրքրում է լրացուցիչ եկամուտի հնարավորություն եւ մի 30 վայրկյանում քեզ ուղարկում է բիզնեսի պրեզենտացիա, դա չի նշանակում, որ ընկերությունն է վատը, դա նշանակում է, որ միգուցե այդ ամենը մարքետոլոգն է եւ սա ամենահաճախակի պատճառներից մեկն է։ Եվ ճիշտն ասած, սա հայելին է, որով նա ցույց է տալիս, որ այսպես հնարավոր է, այսպես կարելի է, առանց երկուշաբթի, առանց ղեկավարի, առանց գրաֆիկի, առանց զարթուցիչի։ Եվ դա փշրում է մարդկանց սովորական նկարը կյանքի հանդեպ։ Դրա համար հեշտ է ասել, որ սա անհեթեթություն է, քան ընդունել այն, որ դու ունեցար հնարավորություն, բայց դու անցար այդ հնարավորության կողքով, այդքան բան։ Դրա համար էլ չեն սիրում ցանցային բիզնեսը, որովհետև ոչ թե չի աշխատում, այլ նա ավելի քան աշխատող է, եւ շատ դժվար է դա ընդունել։